Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի փոխադարձ այցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պատմական իրադարձություն համարեց։ Ասաց, այդպես երկու երկրների միջև խաղաղությունն ամրապնդվում և ավելի ինստիտուցիոնալ է դառնում։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու և արդյունավետ իրականացնելու առիթով։ Սահմանազատման հանձնաժողովները Մեհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա նոյեմբերին ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Երեկ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը։ Աղվերանի հանդիպումից հետո արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը։ Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերն են փոխանակել։ Դրանցից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը։ Ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն և բնականաբար վերաբերվում են սահմանազատման և սահմանագծման պրոցեսին, այսինքն սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը։ 2024 թվականի գարնանը Հայաստանն Ադրբեջանին առանց այս կանոնների վերադարձրեց Տավուշի հատվածում հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղը։ Այն ժամանակ ոչ միայն այս նոր ուղեցույցերը, անգամ սահմանազատման կանոնակարգը ընդունված չէր։ Վարչապետն էլ բացատրում էր, թե պիլոտային սահմանազատում են արել։ Ընդամենը մի քանի շաբաթ տևած այդ գործընթացից անցել է 2 տարի։ Նոր հատվածներ երբ կսահմանազատվեն։ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ժամկետներից, այլ ուղղություններից խոսեց։ Պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ չեն, բայց ես ասել եմ նաև, որ TRIP-ի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր այնքան ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն երկաթուղի պետք է անցնի օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք դրա համար ինչքան է պետք, եթե տեղ կա կարող է 3 կիլոմետր անհրաժեշտ, տեղ կա 1 կիլոմետր, տեղ կա 5 կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի այսինքն այդտեղ թյուրըմբռնումներ և տարընթերցումներ չլինեն։ Մինչև սահմանազատումը 3 փոխանակած ուղեցույցերը պետք է հաստատեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները։ Այս դեպքում ևս վարչապետը դժվարացավ ժամկետներ նշել։ Ավելին ասաց, այդ փաստաթղթերին մանրամասն ծանոթ էլ չի։ Դրանք աշխատանքները տեխնիկապես կազմակերպելու մասին են, որոնց վրա մասնագետներ են աշխատել։ Քաղաքական բարձր մակարդակը ընդհանուր տեղեկատվության տեսքով առնչվում է թեմայի հետ։ Մենք մանրամասների մեջ մտնենք, որտեղ այդտեղ տերմիններ կան, մենք ուզենանք անցնել շատ տերմինաբանություն կա, այսինքն մենք կուրսեր պետք է անցնենք, որ իմանանք այդ ինչ է գրած մեջը, որովհետև երկու երկրների քարտեզագետներն են դրա վրա աշխատում, գեոդեզիստներն են դրա վրա աշխատում, դա փորձագիտական մակարդակի շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այդ մակարդակի թղթեր են։ Մամուլում 3 լուրեր էին շրջանառվում, թե Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Տավուշի Ջուջևան գյուղ։ Հայտնել է արդյոք Շահին Մուստաֆայևը նման ցանկություն և որն է եղել հայկական կողմի արձագանքը։ Պարոն Մուստաֆայևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ և չի այցելել, բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Երեկվա հայ-ադրբեջանական պատվիրակության հանդիպումից հետո հայտարարվեց, որ հաջորդն Ադրբեջանում կանցկացվի, բայց թե երբ դեռ պարզ չէ։